Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մեր YouTube-յան ալիքի եթերում խաղային շաբաթը շարունակվում է եւ արդեն այսօր առաջին խաղադաշտն դուրս գալիս միմյանց դեմ մրցելու Manchester City-ն եւ Bayer Leverkusen-ը Winter Cup-ի շրջանակներում։ Եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններին ու սկսենք Bayer-ից։ Դարպասը պաշտպանում է Թաթուլ Սևոյանը համար 1, Հովանես Կուրկինյան համար 3, Աղասի Ավետիսյան համար 4, նա նաեւ թիմի ավագն է, Արմեն Ազնաուրյան համար 5, Արտուր Պետրոսյան համար 7, Անդրանիկ Կիրակոսյան համար 10, Արսեն Եհյան համար 17, Ալեն Հարոյան համար 2, Համլետ Ազնաուրյան համար 21, Գագիկ Ղուկասյան համար 9, Վարդգես Գեբեշյան համար 22։ Manchester City Գեռակ Օսենկովը պաշտպանում է դարպասը համար 1, Սիլա Բուբա համար 2, Ռոբերտ Խլղացյան համար 4, Ռոմիկ Սարգսյան համար 6, Անատոլի Գաբրիելյան համար 7, Անդրանիկ Բաղրամյան համար 8, Վարդան Վարդանյան համար 11, Արշակ Պողոսյան համար 14, Արտուր Ալավերդյան համար 44 եւ Նարեկ Սարգսյան համար 77։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպան մեկնարկի համար։ City-ն անցկացնում է այսօր իր երրորդ հանդիպումը Winter Cup-ի շրջանակներում, երկու հանդիպումից հետո ունի վաստակած 6 միավոր մրցաշարային աղյուսակում։ Իսկ Bayer Leverkusen-ը անց է կացել 3 հանդիպում Winter Cup-ում եւ այս պահին գտնվում է 11-րդ հորիզոնականում։ Bayer-ը 3 հանդիպումից հետո ունի իր ակտիվում վաստակած ընդամենը 1 միավոր։ Մեկ հանդիպում ավարտել է ոչ ոքի եւ կրել 2 պարտություն։ Կա մրցավարի սուլիչում մեկնարկած այս անչափ կարևոր եւ հետաքրքիր հանդիպումը հիմա գնդակով Leverkusen-ի ֆուտբոլիստներն են Ազնաուրյան խաղարկում են առայժմ պաշտպանությունում գնդակը Ազնաուրյանը դեպի Պետրոսյանը փոխանցում կատարեց, բայց ուժեղ էր այս փոխանցումը Պետրոսյանի համար ու արդեն եզիս կնետի Manchester City-ն Խլղացյան տեսնենք այո այսօր Manchester City-ն կարող է հաղթանակի դեպքում հավասարվել Watford-ին եւ կունենան հիմնական միավորներ City-ն եւ Watford-ը, բայց դեռ Newcastle-ի եւ Juventus-ի համեմատ մեկ հանդիպում կունեն անցկացնելու այս երկու թիմերը եւ City-ն եւ Watford-ը այն թիմերն են, ովքեր կարող են հավասարվել առաջատարներին 4-ական հանդիպումից հետո Ու տեսնենք այս հանդիպումը իսկապես շատ կարևոր է երկու թիմերի համար էլ Bayer-ը ունի ավելի կարևոր եւ լուծելու խնդիր իհարկե մեկ միավոր այս պահին բավական չէ նրան, բայց Bayer-ը այսօր հաղթանակի դեպքում կարող է միանգամից 4 հորիզոնականով վեր բարձրանալ ու շրջանցել նույնիսկ Ատալանտային, ով այս պահին գտնվում է 8-րդ հորիզոնականում վաստակած 3 միավորով, միանգամից կարող է Bayer-ը Վերդերին, Պալերմոն եւ Ատալանտային շրջանցել հաղթանակի հասնելու դեպքում, բայց իհարկե շատ հզոր մրցակցի դեմ է այսօր պայքարում Leverkusen-ը եւ դա այնքան էլ հեշտ չի լինելու։ Գաբրիելյան ուղարկեց գնդակը Խլղացյանին։ Խաղարկում են City ֆուտբոլիստները առայժմ պաշտպանությունում գնդակը Խլղացյան դեպի Վարդան Վարդանյանը փոխանցում տեսանք Գաբրիելյան Ալավերդյանն է այստեղ գնդակով Բուբա Կրկին Ալավերդյան աչից կա Սարգսյանի տարբերակը, բայց հերվից հարված կատարեց Ալավերդյանը ու այստեղ գնդակը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից հարված կլինի Bayer-ի դարպասից արագորեն խաղարկեց դարպասապ այստեղ գնդակը Ղուկասյանի հետ առաջ փոխանցում տեսանք, բայց կրկին գնդակը բաժին է հասնում City ֆուտբոլիստերին շատ հեշտությամբ կարողացան վերադարձնել գնդակը City ֆուտբոլիստները եւ հիմա ասում են հերթական գրոհին Ալավերդյան թողեց գնդակը Սարգսյանին եւ շարժվում է առաջ Խլղացյանն է
ընդունում գնդակը ձախ եզրում։ Ու չեն շտապում հիմա City ֆուտբոլիստները, իհարկե սա նրանց խաղաոճին համապատասխան է օգտնել մրցակցին հանդիպման մեկ դարքում ու հետո արդեն փորձել որքան հնարավոր է հասնել հաջողության, բայց Բայերը կարծում եմ այսօր, ինչպես նշեցի, ավելի կարևոր խնդիր ունի լուծելու, դա այն է, որ միավորով հեռանալ այստեղից, Սարգսյան այստեղ փոխանցում կատարեց դեպի հեռավոր եզր, բայց այնտեղ չկար ոչ ոք խաղընկերներից ու եզից կնետեն Լևերկուզենի ֆուտբոլիստները։ Պետրոսյանն է ստանում գնդակը։ Ուրգինյան դեպի առաջ փոխանցում, բայց կրկին գնդակը բաժին է հասնում Խլղացյանին, ով կփորձի արդեն սկսել եւս մեկ գրոս City-ի համար։ Պողոսյան Գաբրիելյանին ուղարկեց գնդակը, բայց այստեղ երեք մրցակցի դեմ էր պայքարում Գաբրիելյանը ու կորցրեց գնդակը, հիմա արդեն Լևերկուզենն է փորձում հասնել գրոյի չստացվեց, հիմա արդեն կա փոխանցում դեպի Հարոյանը։ Հարոյան միայնակ է առայժմ, Վարդանյանն է նրան դիմավորել, տեսնենք ինչ որոշում կայացնի Հարոյանը։ Դեպի կենտրոն ուղարկեց, բայց գնդակը բաժին ասավ Արտուր Ալավերդյանին ու արագ գրոյի է փորձում հասնել City-ին, Ալավերդյան փակ էին բոլոր տարբերակները ու ստիպված արգելակեց, Բուբանը հիմա ստանում գնդակը աջ եզրում։ Բուբան գտավ կենտրոնում Գաբրիելյանին։ Գաբրիելյանը գրոյին է միացնում Ռոբերտ Խլղացյանին, գուցե հեռվից փորձի Խլղացյանը հարված, բայց բարձր է ստացվում այս անգամ Խլղացյանի կատարած հարվածը ու հարված կլինի արդեն Սևոյանի դարպասից։ Ասնաուրյան ուղարկեց գնդակը Գուրգինյանի ուղղությամբ, վերջինս էլ փորձեց այն հասցեակել Աղասի Ավետիսյանին, բայց այստեղ կրկին City-ի պաշտպանները տեղում էին ու հաջող պաշտպանվեցին։ Բուբա բաց է, տարածությունը Բուբայի առջև հեռվից հարված ու Սևոյանը այստեղ ոտքով կարողացավ հեռացնել գնդակը, առաջին վտանգավոր հարվածը տեսանք այս խաղում դարպասի ուղղությամբ եւ այն կատարեցին City-ի ֆուտբոլիստները, մասնավորապես Բուբան փորձեց հեռալ տարածությունից խոցել Սևոյանին, բայց այս դեպքում չստացվեց։ Պողոսյան Ալավերդյան լավ չկասեցեց, այստեղ Ալավերդյանը գնդակը, բայց այն կարողացավ պահել իր մոտ, հիմա ուղարկում է գնդակը Նարեկ Սարգսյանի ուղղությամբ։ Սարգսյան եւս մեկ հարված, հիմա էլ Հարոյանն է իր վրա ընդունում գնդակը ու եզից կնետի Մանչեսթեր Սիթին։ Պողոսյան բայց այստեղ կորցրեց Պողոսյանը գնդակը, հետո էլ Հարոյանը շարժվում է առաջ, կատարեց փոխանցում, բայց այստեղ կրկին Բուբանը իրադրության տերը ու սկսում է City հերթական գրոններից մեկը Բուբա թողեց գնդակը Ալավերդյանին։ Վարդան Վարդանյան կրկին Բուբային է ուղարկված գնդակը Գաբրիելյան, բայց շեղ է ստացվում այստեղ Գաբրիելյանի կատարած հարվածը։ Ու արդեն Բայերը կսկսի նորից։ Լավ, արագ հակագրոյի փորձեց անցնել City-ին, բայց այս դեպքում եզրափակիչ հարվածը դարպասին չէր ուղղված։ Ավետիսյան լավ են նկատել Ավետիսյանը Հարոյանի առաջխաղացումը, բայց այստեղ չհասավ գնդակը Հարոյանին։ Խլղացյան տեսնենք առայժմ մանր փոխանցումներ են կատարում City-ի ֆուտբոլիստները պաշտպանությունում, Նարեկ Սարգսյանն է գնդակով ու կրկին Խլղացյանին ուղարկեց գնդակը, նորից Սարգսյան, Պողոսյան, Գաբրիելյան, Ալավերդյանին ուղարկեց, վերջինս է թողեց գնդակը Նարեկ Սարգսյանին, հիմա Սարգսյանը հարվածեց դեպի դարպասը, բայց դարպասապա հետ բղեց գնդակից Գաբրիելյանի այս կատարած հարվածը բարձր ստացվեց։ Այո, City-ն աստիճանաբար մեծացնում է ճնշումը մրցակցի դարպասի ուղղությամբ, բայց առայժմ չունենք խփված գնդակ այս խաղում։ Տեսնենք որ թիմը առաջին իսկապես կփորձի հասնել հաջողության, քանի որ առաջինը հեղինակել գնդակ այսպիսի խաղում շատ մեծ նշանակություն կարող է ունենալ հանդիպման մնացած ժամանակահատվածի համար։ Հիմա եզրից կնետի Բայերը, Կիրակոսյան, մնաց գնդակով Կիրակոսյանը։ Հիմա Պողոսյանը խլում կարողացավ կատարել, բայց այստեղ City-ի մոտ գրո կազմակերպել չստացվեց։ Հիմա Բայերն է անցել առաջ, Ավետիսյան ուժեղ էր այս փոխանցումը դեպի
Պետրոսյանը իսկապես շատ լավ ու արագ փորձեց կազմակերպել այստեղ Bayer Leverkusen-ը, բայց վերջին փոխանցումը բավական ուժեղ էր ու գնդակը բաժին հասավ City-ի դարպասապային։ Խլղացյան Կապիելն ուղարկեց գնդակը վերջինս էլ Ալավերդյանի հետ խաղարկեց Բուբա, կրկին Ալավերդյան։ Լավ է նկատել Ալավերդյանը խաղանկերոջը, բայց ուժեղ կատարեց այստեղ փոխանցումը ու արված կլինի կրկին Թաթուլ Սևոյանի պաշտպանած դարպասից։ Արոյանը ուղղված գնդակ, այստեղ պայեց Արոյանը գնդակը դաշտի սահմաններում, բայց կորցրեց, չկարողացավ շրջանցել մրցակցին Վարդանյան լավ էր մտածել, բայց այստեղ հասցրեց Արոյանը հեռացնել գնդակ ու կտեսնենք անկյունային հարված Բայերի դարպասի ուղղությամբ։ Վարդանյանն է արագ խաղարկում գնդակը Նարեկ Սարգսյանի հետ։ Սարգսյան գուցե հեռվից փորձի ոչ, այս անգամ չկատարեց հարված Խլղացյան։ Փակվեց այստեղ Խլղացյանի փոխանցման ճանապարհ ու հետո էլ Բուբան թույլ չտվեց, որպեսզի մրցակիցը արագ հակակրող կազմակերպի։ Կոստենկով կրկին Սարգսյանին է կատարված փոխանցումը, բայց այստեղ հաստրեց Սարգսյանի կատարած փոխանցումից հետո Կիրակոսյանը հեռացել գնդակը ու եզից կնետի Մանչեսթեր Սիթին Նարեկ Սարգսյանը ուղարկում է գնդակը Խլղացյանի ուղղությամբ։ Շատ լավ նկատեց Խլղացյանը Պողոսյանին։ Արշակ Պողոսյան։ Փակ են առայժմ բոլոր տարբերակները ու ստիպված է ուղարկեց գնդակը Պողոսյանը Գաբրիելյան։ Կրկին դեպի Նարեկ Սարգսյանը փոխանցում տեսանք Գաբրիելյան։ Գեղեցիկ կրունկով փոխանցում փորձեց կատարել այստեղ Գաբրիելյանը, փոխանցումը անցավ, բայց չկար խաղանկերներից ոչ ոք այդ հատվածում ու Բայերն էլ չկարողացավ այստեղ գրոյ անցնել։ Եզից կնետի Մանչեսթեր Սիթին, այո, բավական խաղաժամանակ արդեն անցավ հանդիպան մեկնարկից։ Եվ դեռ չունենք խփված գնդակ այս խաղում, ինչը խոսում է երկու թիմերի պաշտպանություն լավ գործելու մասին։ Հարոյանը պայեց գնդակը դաշտի սահմաններում ու զարգացնում է արագություն ձախ եզրում, բայց Նարեկ Սարգսյանը հասցրեց այստեղ խանգարել մրցակցին թույլ չտալով հարվածային դիրքում հայտնվել Ալավերդյան։ Կրկին ուղարկեց գնդակը Սարգսյանին, բայց այստեղ սխալվում է Սարգսյանը ու Կիրակոսյանը կարող է բացել հանդիպան հաշիվը։ Այո, գնդակը դարպասում է 1-0 Բայերը առաջինն է հասնում հաջողության այս խաղում։ Անդրանիկ Կիրակոսյան 1-0, այո, առաջին հարվածը կարողացավ դարպասապա Կոստենկովը ետ մղել, բայց երկրորդ հարվածը, որը նույնիսկ պատահականության սկզբունքով տեղի ունեցավ, հայտնվեց դարպասում։ Խլղացյանը փորձեց հասնել գնդակին, բայց ուժեղ էր գնդակի ընթացքում հաշիվը բացված է 1-0, արդեն տեսնենք Սիթին ինչ կփորձի անել։ Նարեկ Սարգսյան հետ փոխանցում ենք տեսնում դեպի Կոստենկովը։ Կրկին Սարգսյան շատ լավ նկատեց ձախ եզրում գտնվող խաղընկերոջը Պողոսյանն ընդունել գնդակը Ալավերդյան, Գաբրիելյան, կրկին Ալավերդյան։ Գեղեցիկ պատխաղարկում էր, բայց այստեղ հարվածը վերջնական տեղի չունեցավ ու Լևերկուզենը դուրս եկավ այս դրվագում պաշտպանությունից, բայց գրող կազմակերպել կրկին չստացվեց Բայերի մոտ։ Հիմա Սիթին կփորձի արդեն երկրորդ տեմպով գրոհել։ Արշակ Պողոսյան անցավ մեկ մրցակցի այստեղ Պողոսյանը շատ լավ նկատեց Ալավերդյանին։ Բուբա, կրկին Ալավերդյան։ Հարված եք տեսնում ու հաշիվը հավասար է Արտուր Ալավերդյան 1-1։ Արտուր Ալավերդյան 1-1 հանդիպան հաշիվը հավասար է, այո, փակ էր այս դրվագում Բայեր Լևերկուզենի դարպասապայի տեսադաշտ եւ վերջին պահին միայն տեսավ թե որտեղ է
Գնդակը բայց հասնել դրան արդեն չէր կարող դարպասապա Սևոյան ու արդեն ունենք թիմերի կատարմամբ մեկական խփված գնդակներ։ Տեսնենք արդեն ամեն ինչ սկսում են թիմերը կարելի ասել 0-ից։ Բուբա Խլղացյան Կրկին Բուբային ուղարկեց գնդակ կա աչից Նարեկ Սարգսյանի տարբերակը շատ լավ փոխանցում էր Սարգսյանի ուղղությամբ բայց այստեղ հակեցին Սարգսյանին մի քանի մրցակցով Խլղացյան Վարդանյանն է այստեղ ընդունել գնդակը բայց գնդակը դաշտի սահմաններում Վարդանյանը բայց հիմա կատարած փոխանցումը չհասավ այստեղ Խաղընկերոջ ու Պետրոսյանն է սկսում Լևերկուզենի հերթական գրոնդերից մեկը աչ եզրով բայց այստեղ Խլղացյանը հաջող պաշտպանվեց թույլ չտալով մրցակիցը շրջանցի իրեն Պողոսյան Վարդանյան կրկին Պողոսյան գեղեցիկ էր Վարդանյան հարված կտեսնենք կա հարված ու հիմա արդեն դարպասաձողն է օգնում Լևերկուզենին Սարգսյան Հարված, բայց այստեղ էլ Կիրակոսյանի վրա ընդունեց գնդակ ու այն բաժին հասավ Կիրակոսյանի խաղընկերոջ Արթուր Պետրոսյանն է գնդակով Պետրոսյան այստեղ Պողոսյանն է դիմավորել նրան, բայց հաստրեց գնդակից բացազատվել Պետրոսյանը Ավետիսյան շատ լավ փոխանցում տեսանք դեպի ձախ, որտեղ Հարոյանն է կրկին Ավետիսյանն է ուղարկում գնդակը, բայց այստեղ Վարդանյանը հաջող կարողացավ խլում կատարել ու սկսում է Սիթին հերթական գրոններից մեկը Բուբա Վարդանյան բայց այստեղ Գաբրիելյանը չէր նկատել Պողոսյանի առաջ խաղացումը Գաբրիելյան գրավել է պետ դարպասը հարված ու այստեղ գնդակը հայտնվեց դարպասում 2-1 Սիթին առաջ է հասնում հաշվի մեջ Անատոլի Գաբրիելյան 2-1 Սիթին առաջ է հասնում հանդիպան հաշվի մեջ ու հիմա արդեն տեսնենք Լևերկուզենը ինչով կփորձի պատասխանել այս խաղում առաջին անգամ Բայերի ֆուտբոլիստները հայտնվում են պարտվողի կարգավիճակում Նարեկ Սարգսյան ուղարկեց գնդակը Բուբայի ուղղությամբ Խլղացյան խաղարկում են կրկին Սիթիի ֆուտբոլիստները գնդակը պաշտպանությունում Խլղացյան դեպի Գաբրիելյանն էր ուղարկում գնդակը այստեղ Չհասավ Գաբրիելյանին գնդակ ու Սիթին ևս մեկ գրոհ է կազմակերպել Ալավերդյան հարված հիմա էլ Ղուկասյանի վրա ընդունեց գնդակը Աղասի Ավետիսյան բայց այստեղ չանցավ Ավետիսյանի կատարած փոխանցումը գնդակը կլինի Բայերի մոտ եզից կնետեն նրանք Կիրակոսյանը կատարեց եզրային նետում Հարոյանի ուղղությամբ Հարոյան շատ լավ նկատեց այստեղ Հարոյանը Խաղընկերոջը տվյալ դրվագում Արսեն Եղյանն էր, բայց ուժեղ էր փոխանցում ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից եզից պետք է նետեն Սիթիի ֆուտբոլիստները Հիմա այս ընթացքում փոփոխություն տեղի կունենա Մանչեսթեր Սիթիի կազմում Սարգսյանի փոխարեն խաղադաշտը դուրս գալիս երկարատև դադարից հետո անձանիկ Վաղանգադը ու տեսնենք ինչ կփորձի անել նա Սիթիի կազմում այսօր հիմա կա մրցավարի սուլիչը Ալավերդյան այո բավական երկար խաղաժամանակ բացակայում էր Սիթիի հայտարարությունում Վաղեմյանը բայց հիմա արդեն նա խաղադաշտում է ու կփորձի անել հնարավորինս հաջողության հասնելու համար Վարդանյան թողեց գնդակը Բուբային գրոհի տեղափոխություն դեպի ձախ Խլղացյանը ընդունեց այստեղ գնդակը Գաբրիելյան գեղեցիկ կերպով թողեց Բուբային Խորքից փոխանցում են տեսնում Բաղեմյանի ուղղությամբ ու առաջին հպումով հարված կատարեց դարպասի ուղղությամբ Բաղեմյանը, բայց գնդակը բարձր ընթացավ հիմա հարված կլինի Լևերկուզենի դարպասից Սևոյանը ուղարկում է գնդակը Հարոյանի ուղղությամբ
շարժվում է առաջ Արոյանը, բայց այստեղ Վարդանյանը կարողացավ խլել գնդակը կրկին փոխանցում Բաղրամյանի ուղղությամբ, բայց ուժեղ էր այս անգամ Վարդանյանի կատարած փոխանցումը ու Leverkusen-ն էլ փորձեց անցնել հերթական գրոհին չստացվեց, Խլղացյան գնդակը դուրս էր եկել դաշտի սահմաններից ու Եզրից կնետի Բայերը Եղյան Ալավերդյանն է այստեղ դաշտի միջին հատվածում պայքարում Ավետիսյանի դեմ ու ստացեց խլել գնդակը գեղեցիկ անցում էր Ալավերդյան հարված դարպասի ուղղությամբ Սևոյանը ետ մղեց Բաղրամյան չստացվեց այստեղ հարված կատարել Բաղրամյանի մոտ այլապես կարող էր գնդակը հայտնվել դարպասում բավական հարմար էր Բաղրամյանի դիրքը բայց այստեղ վագեցին հարվածի ճանապարհը հիմա Խլղացյանը կրկին խլում է գնդակը մրցակցից ու շատ գեղեցիկ փոխանցում է կատարում Վարդանյանի ուղղությամբ Սիթին սկսում է հերթական գրոհը Պողոսյան բայց այստեղ չանցավ Արշակ Պողոսյանի կատարած փոխանցումը ու գնդակը մնաց այնուամենայնիվ Սիթիի մոտ Բուբա Գաբրիելյան Բաղրամյան թողեց գնդակը Խլղացյանին հեռար է տարածությունը, բայց Խլղացյանը այստեղ փոխանցեց Գաբրիելյանին հարված են տեսնում դարպասի ուղղությամբ ու մի փոքր շեղությամբ ընթացավ գնդակը Գաբրիելյանի կատարած հարվածից հետո Ղուկասյան դեպի աչ եզր ուղարկեց գնդակը Ղուկասյանը Եղյան թողեց գնդակը Ազնաուրյանին և եզրից կնետի Բայերը Խլղացյան այստեղ փակեց փոխանցման ճանապարհը Խլղացյանը ուղարկեց գնդակը Բուբային ու Սիթին անցնում է հերթական գրոհին Գաբրիելյան կրկին հետ փոխանցում ենք տեսնում այո առաջին կեսը մոտենում է ավարտին առաջում հաշվի մեջ հաղթողի կարգավիճակում է Մանչեսթեր Սիթին մեկ գնդակի տարբերությամբ Ալավերդյան գեղեցիկ էր ամեն ինչ բայց Սևոյանը կարողացավ ետ մղել Ալավերդյանի կատարած հարվածը Գաբրիելյան չի ավարտվել Սիթի գրոհ Գաբրիելյան թողեց գնդակը Բուբային Ալավերդյան կրկին Բուբա չկատարեց այստեղ Բուբան փոխանցում եւ ստիպված է նահանջել հիմա արդեն գրոհի տեղափոխություն դեպի կենտրոն Խլղացյան շատ լավ նկատեց Ալավերդյանին գեղեցիկ էր ամեն ինչ բայց մի փոքր հեռու թողեց Ալավերդյանը գնդակ ու հեռացեցին Բայերի պաշտպանները եսից կնետի Գաբրիելյանը Բուբա կրկին Գաբրիելյանին կատարեց փոխանցում Բուբան տեսնենք ինչ որոշում կայացնի Գաբրիելյանը առայժմ խաղարկում են պաշտպանություն Սիթի ֆուտբոլիստները գնդակը Ռոբերտ Խլղացյան Բուբա Կա Պողոսյանի տարբերակը կատարեց փոխանցում Պողոսյանին Բուբան Ալավերդյան մնաց գնդակով Սիթին նորից Բուբան է ստանում գնդակը ու գրոհի տեղափոխություն դեպի ձախ եզր որտեղ Խլղացյանն է Բարձից փոխանցում տեսանք, բայց Սևոյանը դուրս եկավ դարպասից ու առանց որևէ խնդիրների կարողացավ տիրել գնդակին Կիրակոսյան, այո պետք է հիմա արդեն Բայերը անցնի գրոհի, բայց Կիրակոսյանի կատարած փոխանցումը անհաջող ստացվեց ու Սիթի ֆուտբոլիստները կրկին խաղարկում են գնդակը Բուբա շատ լավ նկատեց Վարդանյանին իսկ Վարդանյանի կատարած փոխանցումը ուժեղ էր Խլղացյանի համար եզրից կնետի Բայերը այո առաջի խաղակեսը մոտենում է ավարտին ունենք խփված 3 գնդակ առաջին կեսում առայժմ բայց կարծում եմ երկու թիմերն էլ կփորձեն միջև ընդմիջման գնալը
մեկ անգամ աչքի ընկնել իհարկե հիմա Բաղրամյանն է խլում կատարում, բայց հարված կատարել չստացվեց Գաբրիելյան Ալավերդյանին ուղարկեց գնդակը Վարդան Վարդանյան Կրկին Գաբրիելյան փակվեց այստեղ փոխանցման ճանապարհը Գաբրիելյանի ու Կիրակոսյանն էլ կարողացավ հեռացնել գնդակը Մենա Եզրային նետում է վաստակում այստեղ Բուբան Սիթիի համար Խլղացյան Դեպի Ձախ եզր ուղարկեց գնդակը Արտուր Ալավերդյանն է գնդակով ու գրոհի տեղափոխություն դեպի Բուբան վերջինս է թողնում է գնդակը Խլղացյանին Պողոսյան Շատ լավ փոխանցում տեսանք դեպի աջ Բուբանը գնդակով Գաբրիելյան այստեղ փորձեց թողնել գնդակը Գաբրիելյանը Բաղրամյանին բայց գնդակը չհասավ Սիթիի 8 համարին Կոստենկով Կրկին Խլղացյանն է ընդունում գնդակը Այո Սիթին առաջի կեսը մոտեցնում է ավարտին Խլղացյան Վարդան Վարդանյան Ալավերդյանն է միացել գրոհին Բաղրամյան մեկ հպումով թողեց գնդակը Վարդանյանին Ալավերդյան հարված ու Սևոյանը հեռացեց գնդակը մոտակա անկյունը փորձեց գրավել Ալավերդյանը բայց դարպասապահ կարողացավ բռունցքներով հեռացնել գնդակը անկյունային հիմա Կիրասի Մանչեսթեր Սիթին այս ընթացքում փոփոխություն Սիթիի կազմում Պողոսյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Սարգսյանը Վարդան Վարդանյան դեպի Բուբան փոխանցում տեսանք Գաբրիելյան Կրկին Բուբա խաղարկում է Սիթիի ֆուտբոլիստները գնդակը, բայց այստեղ քիչ էր մնում սխալվեին հաստրեց Գաբրիելյանը պայել գնդակը իր մոտ հիմա չանցավ այստեղ Բուբայի կատարած փոխանցումը Պետրոսյան, բայց Բայերնի մոտ էլ արագ հակագրող կազմակերպել չստացվեց Արոյան Վարդանյանն է դիմավորել նրան ու ստացվեց խլել գնդակը մրցակցից Արտուր Ալավերդյան Եվ Գաբրիելյանին նկատեց Ձախ եզում ու առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 2-1 հաշվով կարճ դադար, որից հետո կշարունակենք Սիրելի ֆուտբոլիստներ մեկնարկում է Մանչեսթեր Սիթին դեմ Բայեր Լևերկուզենի հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 2-1 է օգուտ Սիթիի ֆուտբոլիստերի Նախ կարողացավ Կիրակոսյանը Բայերի կազմում բացել այս հանդիպան հաշիվը հետո Ալավերդյանը Շատ արագորեն հավասարեցեց հանդիպան հաշիվը, իսկ արդեն Ալավերդյանի խփած գնդակից րոպեներ անց Անատոլի Գաբրիելյանը առաջ մղեց Սիթին հաշվի մեջ ու 2-1 հաշվով թիմերը գնացին ընդմիջման երկրորդ կեսում տեսնենք ինչ կփորձեն անել երկու թիմերն էլ ինչպիսի ֆուտբոլ կմատուցեն մեզ եկեք եւս մեկ անգամ ծանոթանանք թիմերի հայտարարություններին Սկսենք Բայերից Թաթուլ Սևոյանը պաշտպանում է դարպասը համար 1, Ալեն Հարոյան համար 2, Հովհաննես Կուրգինյան համար 3, Աղասի Ավետիսյան համար 4, նա նաև թիմի ավագն է Արմեն Ազնավուրյան համար 5, Արտուր Պետրոսյան համար 7, Գագի Ղուկասյան համար 9, Անդրանիկ Կիրակոսյան համար 10, Արսեն Եղյան համար 17, Համլետ Ազնավուրյան համար 21, Վարդգես Գեբեշյան համար 22, Մանչեսթեր Սիթի Գերա Կոստենկովը պաշտպանում է դարպասը համար 1, Սիլա Բուբա համար 2, Ռոբերտ Խլղացյան համար 4, Ռոմիկ Սարգսյան համար 6, Անատոլի Գաբրիելյան համար 7, ով նաև թիմի ավագն է, հիմա արված ենք տեսնում Բայերի ֆուտբոլիստի կողմից ու անկյունային Կիրասն Լևերկուզենի ֆուտբոլիստները հասցրեց Կոստենկովը այստեղ շեղել գնդակի ուղղությունը Այս անկյունայինից հետո շարունակեմ ծանոթացնել Սիթի ամբողջական հայտարարությունը եւս մեկ անկյունային կտեսնենք եւ այսպես Անդրանիկ Բաղրամյան համար 8, Վարդան Վարդանյան համար 11, Արշակ Պողոսյան համար 14, Արտուր Ալավերդյան համար 44 եւ Նարեկ Սարգսյան համար 77։ Պետրոսյանն հիմա կատարում անկյունայինը Բարսից փոխանցում հետևեց հարվածել տեսանք ու այստեղ Կոստենկովը վերջին պահին կարողացավ հեռացնել գնդակի Կիրակոսյանի կատարած հարվածից հետո եւս մեկ անկյունային Կիրասի Բայեր Լևերկուզենը արդեն հակառակ եզրից
ակտիվ մեկնակ Բայերի գործողություններում մենք տեսանք եկել քաղաքեսում, տեսնենք դա ինչ կտա թիմին։ Հիմա եւս մեկ փոխանցում է հետևում, այստեղ էլ Ռոմիկ Սարգսյանը շեղեց գնդակի ուղղությունը ու Խլղացյանը որքան հնարավոր է հեռու ուղարկեց գնդակը, բայց այստեղ գրոյի անցնել City ֆուտբոլիստերին չհաջողվեց, եզրային նետում կտեսնենք։ Բայերի կատարմամբ կա փոխանցումը դեպի Տուգանային հրապարակ, այստեղ ստացվեց հեռացնել գնդակը, Ավետիսյանն էլ արված էր դարպասի ուղղությամբ ու կրկին Սարգսյանը կանգնեց գնդակի ճանապարհին, հիմա Ազնավուրյանն է ընդունել գնդակը, շատ լավ նկատեց աչեզով խաղանկեոչը Պետրոսյան ու գրոյի տեղափոխություն դեպի ձախ, որտեղ Ղուկասյանն է, գրովում է ձախ եզրով Բայերը, բայց այստեղ ստացվեց Հարոյանի մոտ հարվածային դիրքում հայտնվել է Կիրակոսյան դեպի աջ եզր փոխանցում տեսանք, բայց այստեղ կարողացան City ֆուտբոլիստները խլել գնդակը մրցակցից ու Բուբան արդեն չի շտապում իհարկե Խլղացյան նորից Բուբային ուղարկեց գնդակը Ալավերդյան, միայնակ է Ալավերդյանը, հիմա արդեն միանգամից երկու մրցակից փորձեց փակել Ալավերդյանին, բայց արագորեն ազատվեց գնդակից Ալավերդյանը Սարգսյան իսկ այստեղ էլ Ղուկասյանն է խլում կատարում մրցակցից, բայց փոխանցումը անհաջող ստացվեց, հիմա էլ City-ն չկարողացավ արագ գրոհ կազմակերպել Աղասի Ավետիսյան դեպի աջ է կատարում փոխանցում Պետրոսյանը ընդունեց գնդակը, տեսնենք 2-7 համարների պայքար է ընթանում Պետրոսյան ստացվեց հարվածային դիրքում հայտնվել, բայց գնդակը այստեղ դեպի դարպասապա Կոստենկովը չհասավ, Բուբան կանգնեց գնդակի առջև ու հիմա արդեն կփորձի սկսել City գրոններից մեկը Գաբրիելյան թողեց Բուբային գնդակը Վարդան Վարդանյան Սարգսյանի հետ խաղարկեց Ստացավ պատասխան փոխանցումը Վարդան Վարդանյան գեղեցիկ էր ամեն ինչ 3-1 City-ն կրկնապատկում է իր առավելությունը Իսկապես գեղեցիկ պատխաղարկում կազմակերպեցին այստեղ Վարդան Վարդանյանն ու Ռոմիկ Սարգսյանն ու խաղարկումից հետո Վարդան Վարդանյանը միայնակ մնաց դարպասապայի դիմաց եւ անկասելի հարվածով գրավեց մրցակցի դարպասի 3-1 արդեն City-ն 2 գնդակի առավելություն ունի խաղադաշտում ու Բայերի խնդիրը գնալով էլ ավելի է բարդանում Նորից City-ի մոտ է գնդակը Խլղացյան Շատ լավ փոխանցում կատարեց Խլղացյանը, բայց այստեղ գնդակին չկարողացավ հասնել Սարգսյանը, հիմա Պետրոսյանն է ընդունում գնդակը ու դեպի Ազնավուրյանը փոխանցում տեսանք Ղուկասյան Եվ հետ փոխանցում դեպի դարպասապա Սևոյանի ուղղությամբ Ես եւս մեկ անգամ ծանոթացնեմ այս թիմերի մրցաշարային աղյուսակը որտեղ գտնում են այս երկու թիմերը եւ այսպես 4-ական հանդիպումից հետո ունեն Նյուքասլը եւ Յուվենտուսը վաստակած 12 միավոր ու գլխավորում են մրցաշարային աղյուսակը 3 անցկացած հանդիպումից հետո Վոտֆորդը 9 միավորով 7-րդ հորիզոնականում է եւ այո այսօր կարող է իսկապես City-ն աղյուսակի դեպքում հավասարվել Վոտֆորդին բայց մեկ հանդիպում էլ պակաս կունենան անցկացած Յուվենտուսի ու Նյուքասլի համեմատ City ֆուտբոլիստները Իսկ այս պայդրությամբ Բայեր Լևերկուզենը 11-րդ մրցաշարային աղյուսակում վաստակած 1 միավորով
Այսօր հաղթանակի դեպքում կրկնում եմ, եթե կարողանա Բայերն հաղթանակ տանել City-ի նկատմամբ, ինչ այս պահին իհարկե շատ բարդ կլինի արդեն։ Հիմա հարված են տեսնում ու կրճատված է հաշվի տարբերությունը 3-2 Հարոյանը գրավում է City-ի դարպասը։ Ալեն Հարոյան 3-2 այո հիմա արդեն կարողացավ մեկ գնդակի հետ բերել Լևերկուզենը ու կփորձի անել իհարկե հնարավորինս հանդիպան հաշիվը հավասարեցնելու համար Բուբանը կրկին գնդակով Խլղացյան կրկին Բուբա Հարկում է City ֆուտբոլիստները առանջում գեղեցիկ կերպով գնդակը Բաղրամյան թողեց գնդակը Խլղացյանին Կրկին Բաղրամյան Բուբա բարձից փոխացում դեպի Տուգանային հրապարակ, բայց Ավետիսյանը կարողացավ այստեղ հեռացնել գնդակը ու կտեսնենք եզրային ներդրում City-ի կատարմամբ Այո, Լևերկուզենը հաղթանակ տանելու դեպքում միանգամից մի քանի հորիզոնականով կբարձրանա վեր, կշրջանցի Ատալանտային, Պալերմոյին ու Վերդենին և կբարձրանա 8-րդ հորիզոնական հավասարվելով Բետիսին և Մոնցային Բուբա Դեպի Խլղացյանը փոխանցում կատարեց Բուբան, վերջինս այդ գնդակ ուղարկում է Վարդան Վարդանյանի ուղղությամբ Ալավերդյան Կրկին Վարդանյան կար այստեղ այո խաղի կանոնների խախտում բայց մնացին գնդակով City ֆուտբոլիստները հիմա սուլեց մրցավարը ու նշանակված է Տուգանային հարվածը Արագորեն խաղարկեց City-ին գնդակը Խլղացյան Բուբա շատ լավ է նկատել Ալավերդյանին Բուբան Ալավերդյան ու այստեղ չհայտվեց գնդակը դարպասում Սևոյանը շեղեց գնդակի ուղղությունը, բայց չի ավարտվել City գրոհը։ Բուբա եւս մեկ փոխացում։ Ալավերդյան, Բաղրամյանը ոչ Սարգսյանն էր այստեղ հարվածում։ Հիմա էլ Բաղրամյանը հարված կատարեց ու բարձր ընթացավ։ Գնդակը այո City-ին շատ լավ հնարավորություն հիմա կորցրեց։ Իսկապես շատ լավն էր Բուբայի կատարած փոխանցումը, բայց դարպասը գրավել այս անգամ չստացվեց City ֆուտբոլիստերի մոտ։ Հիմա հարված կլինի City դարպասից։ Կոստենկով ուղարկեց գնդակը Սիլաբուբայի ուղղությամբ Խլղացյան Մեկ հպումով դեպի Ալավերդյաններ փոխանցում կատարում Խլղացյանը, բայց այստեղ կարողացան Լևերկուզենի պաշտպանները փակել գնդակի ճանապարհը, իսկ հիմա նորից այն բաժին հասավ Խլղացյանին Եվ եսից կնետի Մանչեսթեր Սիթին Կոստենկով Բուբայի հետ է խաղարկում գնդակը Շատ լավ նկատեց Սարգսյանին Բուբան Գաբրիելյան Թողեց կրկին գնդակը Ռոմիկ Սարգսյանին ու շարժում են առաջ City ֆուտբոլիստները լավն էր այս փոխանցումը Վարդանյան կրունգով դեպի Ալավերդյանը Խլղացյան Ուղարկեց գնդակը կենտրոնում գտնվող Սարգսյանին Բաղրամյան գեղեցիկ խաղարկում էր, բայց այստեղ կարողացան դուրս գալ պաշտպանությունից Լևերկուզենի ֆուտբոլիստները Հարոյան կրկին ձախ եզով շարժվում է առաջ Հարոյանը, բայց այստեղ Խլղացյանը գեղեցիկ պաշտպանվեց թույլ չտալով մրցակցին շրջանցի իրեն Հիմա եզրից նետում է Լևերկուզենը Ազնաուրյան Գրոյի տեղափոխություն դեպի Աչեզը, բայց այստեղ Գաբրիելյանը կարողանում է խլել գնդակը մրցակցից ու շարժվում է առաջ Գաբրիելյանը տարավ իրեր գնդակը, բայց Ազնաուրյանը հասցրեց այստեղ պաշտպանվել, հետո էլ Գաբրիելյանը խախտեց խաղի կանոնները մրցակցի դեմ պայքարում
Ավետիսյան գրոյ տեղափոխություն դեպի Ձախիեսը որտեղ Հարոյանն է փորձում հասնել գնդակին, հասավ ու պայեց գնդակը դաշտի սահմաններում, բայց ավելին անել չստացվեց։ Վարդան Վարդանյան մնաց գնդակով Վարդանյանը, այո, պայել է գնդակը դաշտի սահմաններում, Սիթին հասնում է գրոյի Սարգսյան, Բաղրամյանի կատարեց փոխանցում Սարգսյանը, հիմա էլ դեպի հետ Գաբրիելյանը թողնում է գնդակը Բուբային, Ալավերդյան, նորից Բուբան ընդունել գնդակը եւ հետ փոխանցում դեպի դարպասապա Կոստենկովի ուղղությամբ, այո, Կոստենկով այսօր տեղ է զբաղեցել Սիթի դարպասում, բայց դա նոմինալ դարպասապա չէ, իհարկե Վահե Մուրադյանի բացակայության պայմաններում է միայն նա տեղ զբաղեցնում Սիթիի դարպասում եւ այսօր անարեք պայել դարպասը չստացվեց Կոստենկովի մոտ, Գաբրիելյանն է Զաքեզրում կրկին, գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, Եզից կնետի Բայել Լևերկուզենը, բայց այս ընթացքում փոփոխություն Սիթիի կազմում, Գաբրիելյանի փոխարեն խաղադաշտ է վերադառնում Արշակ Պողոսյանը ու խաղարկեցին հիմա Լևերկուզենի ֆուտբոլիստները եզրային նետում, Ազնաուրյան լավն էր փոխանցումը, բայց Կոստենկովը դուրս եկավ դարպասից ու հեռացեց գնդակը, հիմա էլ դիպել էր գնդակը Ալավերդյանի ձեռքին, այո, եւ ստանդարտ կիրացնեն Լևերկուզենի ֆուտբոլիստները։ Այո, եթե չդիպչեր գնդակը Ալավերդյանի ձեռքին, ապա շատ արագ հակագրող կարող էր կազմակերպել Սիթին, միայնակ էր այդ դրվագում Ալավերդյանը եւ ուներ տարածություն իր արժեվ, բայց հիմա ստանդարտի հնարավորություն է վաստակել Լևերկուզենը ու տեսնենք այն ինչպես կիրացնեն։ Հարոյանն է գնդակի մոտ, կամ մրցավարի Սուլիչը։ Հարոյան Հարված ու Կոստենկովը կրկին տեղում էր եւ կարողացավ վերացնել գնդակը Բաղրամյան, դեպի Պողոսյանն է կատարում փոխանցում, կասնի իհարկե գնդակին Պողոսյանը եւ եզրային նետում կատարեն Սիթիի ֆուտբոլիստները։ Բուբա դեպի աչ ուղարկեց գնդակը, որտեղ Խլղացյանն է, Պողոսյանը միանում է գրոյին ու ստանում հիմա փոխանցում Խլղացյանից, հաջող կասեցում կարողացավ կատարել Պողոսյանը եւ դիպավ այո ձեռքին գնդակը այստեղ Գուրգինյանի ստանդարտ հիմա էլ կիրացնի Մանչեսթեր Սիթին։ Արշակ Պողոսյանն է գնդակի մոտ, տեսնենք այս ստանդարտի խաղարկումը ինչ կտա Սիթիի ֆուտբոլիստերին։ Կա մրցավարի Սուլիչը Արշակ Պողոսյան։ Պողոսյան պտտեցեց գնդակը, բայց այն դուրս եկավ դաշտի սահմաններից ու արված կլինի Սևոյանի պաշտպանած դարպասից։ Ավասի Ավետիսյան դեպի Ուրգինյանը փոխանցում տեսանք, վերջինս էլ գնդակը տեղափոխում է դեպի Ձախիեզր, բայց այստեղ չստացվեց կասեցնել գնդակը Եղյանի մոտ ու Եզից կնետի Սիթին Ռոբերտ Խլղացյան դեպի Ձախ ուղարկեց գնդակը, Բուբանը շարժվում առաջ, բայց այստեղ ուժեղ ստացվեց Բուբայի կատարած փոխանցում ու կրկին հարված կլինի Բայերի դարպասից։ Ավետիսյան շատ լավ էր նկատել այստեղ Հարոյանի առաջխաղացումը, բայց Բուբան կանգնեց գնդակի ճանապարհին, հիմա էլ Պողոսյանն է խլում այն մրցակցից, Պողոսյան տարավ իր այդ գնդակը Արշակ Պողոսյանը, տեսնենք ինչ որոշում կկայացնի, այստեղ էլ հասցրեց Գուրգինյանը նահանջել պաշտպանություն ու
Թույլ չտալ մրցակցին փոխանցում կատարել։ Ազնաուրյան գեղեցիկ կերպով շրջվեց դաշտի միջին հատվածում Ազնաուրյանը լավ էր մտածել, բայց այստեղ թույլ չտվեցին, որպեսզի գնդակը բաժին հասնի Արոյանին։ Բուբա տեսնենք ինչ որոշում կայացնի Բուբան։ Ոչինչ փակել բոլոր ճանապարհները եւ գնդակը հետ ուղարկեց Խլղացյանի ուղղությամբ գրոյ տեղափոխություն դեպի Պողոսյանը, վերջինս թողնում է գնդակը կրկին Բուբային։ Եվ հետ փոխանցում ենք տեսնում դարպասապա Կոստենկովի ուղղությամբ Ռոբերտ Խլղացյան։ Պագեցին այստեղ Խլղացյանի փոխանցման ճանապարհը։ Հիմա արդեն անցավ փոխանցումը Վարդան Վարդանյան։ Ալավերդյանն է ստացել գնդակը։ Կոստենկով Խլղացյան լավն էր փոխանցումը։ Եվ Սիթին կրկին գրոհ է զարգացնում Վարդան Վարդանյան, Ալավերդյանն է ընդունել գնդակը, բայց այստեղ Վարդանյանի կատարած փոխանցումը ուժեղ ստացվեց ու Լևերկուզենն է շարժվում առաջ, տեսեք որտեղ է հասել Սիթի դարպասապա Կոստենկով ու կարողանում է հեռացնել գնդակը։ Գոյնդի մի խաղացած։ Կուրգինյանը կկատարի հիմա եզրային նետումը։ Քիչ առաջ է։ Հետս։ Ուր է։ Ազնաուրյան դեպի առաջ ուղարկեց գնդակը, բայց այնտեղ չկար Բայերի ֆուտբոլիստներից ոչ ոք ու գնդակը կրկին Սիթի վերահսկողության տակ է։ Կոստենկովն էլ առաջ ուղարկեց, այստեղ Ավետիսյանը փորձեց կասեցնել գնդակը, հաջող չստացվեց եւ եզրային նետում հիմա կիասնի Մանչեսթեր Սիթին։ Խլղացյան հասցրեց այստեղ Խլղացյանը թույլ չտալ մրցակցին առաջ շարժվել Արշակ Պողոսյան դեպի Սարգսյանն ենք փոխանցում տեսնում վտանգավոր է կրկին Պողոսյան, բայց այստեղ անհաջող ստացվեց Սարգսյանի կատարած փոխանցում, իսկ Արշակ Պողոսյանը տեսեք ինչպիսի արագություն է զարգացնում ու հասնում գնդակին։ Բուբա դեպի աջ փոխանցում կատարեց Բուբան, Խլղացյանն է կրկին գնդակով եւ հետ փոխանցում ենք տեսնում նորից Բուբայի ուղղությամբ, այո Սիթին իհարկե չի շտապում, բայց դա դեռ ոչինչ որոշված չէ, այս խաղում մեկ գնդակի առավելություն է ընդամենը խաղադաշտում եւ ասել որ Սիթին հաղթել է այս խաղում կամ Բայերը պարտվել չի կարելի, քանի որ մեկ գնդակ ցանկացած պահին կարող են հեղինակել Բայերի ֆուտբոլիստները ու հավասարեցնել հանդիպման աշիլ։ Հիմա Պողոսյանն է խլում կատարում, անցավ մրցակցին այստեղ Պողոսյանը, Բաղամյան գեղեցիկ կերպով թողեց գնդակը Վարդանյանին, բայց Վարդանյանի կատարած փոխանցումը չանցավ, հիմա կարող է գրավել դարպասը Վարդանյանը, բայց դարպասաձողն է օգնության գալիս Բայերին Սարգսյան, թույլ չտվեցին այստեղ էլ Սարգսյանին հարված կատարել։ Արոյան փորձում է դուրս գալ Լևերկուզենը պաշտպանությունից, բայց Պողոսյանը այստեղ վաստակում է եզրային նետման հնարավորություն։ Հիմա եւս մեկ փոփոխություն Սիթիի կազմում տեղի կունենա, Բաղրամյանն է լքում խաղադաշտ ու Նարեկ Սարգսյանը վերադարձավ խաղադաշտ։ Կա մրցավարի Սունիչը խաղարկված է եզրային նետումը Նարեկ Սարգսյան ուղարկում է գնդակը դարպասապայի ուղղությամբ Կրկին Սարգսյան Ալավերդյան բայց այստեղ չանցավ Ալավերդյանի կատարած փոխանցումը Հիմա էլ չկարողացավ գրոհ կազմակերպել Լևերկուզենը նորից Ալավերդյանն է գնդակով դեպի ձախ փոխանցում ենք տեսնում Պողոսյան Բուբան է ստանում գնդակ ու կարող է հարվածել դարպասի ուղղությամբ, բայց կորցրեց հարվածային դիրքը, հետո հարվածեց ու գնդակը բարձր ընթացավ Բուբայի կատարած հարվածից, հետո հարված կլինի Սևոյանի դարպասից։ 10 րոպեից մի փոքր խաղաժամանակ է մնում։ Մի փոքր քիչ խաղաժամանակ է մնում հանդիպման ավարտին։
Եվ իհարկե երկու թիմերն էլ այդ հանգամանքը հաշվի են առնում, City-ն իր հերթին փորձում է կրկնապատկել առավելություն ու ավելի վստահ զգալ իրեն խաղադաշտում, Bayern-ն էլ իհարկե փորձում է հավասարեցնել հանդիպան հաշիվը։ Տեսնենք թիմերից որ մեկին բախտը կժպտա։ Վարդանյան դեպի հետ փոխանցում, տեսնենք Խլղացյան, բայց այստեղ կրկին գնդակով Վարդանյանն է, հասցրեց ազատվել գնդակից ու սկսում է City-ն իր հերթական գրոններից մեկը Բուբա, Վարդանյան գրավել է պետ դարպասը հարված ու 4-2 City-ն կրկին կրկնապատկում է հաշիվը։ Դու կրնաս, Վարդան, կեր մրցավ։ Վարդանյան 4-2 այո City-ն կրկին ունի երկու գնդակի առավելություն խաղադաշտում եւ հիմա Bayern-ի խնդիրը պարզապես շատ ավելի ու ավելի է բարդանում։ Հեղինակել երկու գնդակ մոտավորապես 8 րոպե խաղաժամանակում City դարպասը դա չասենք անհնարինն է, բայց պետք է բավականաչափ ջանքեր գործածել այդ ամենին հասնելու համար։ Կամրսավորի Սուլիչը Կիրակոսյանն է հարվածում դարպասի ուղղությամբ ու բավական բարձր ստացվեց նրա կատարած հարվածը։ Հարված կլինի City դարպասից, Խլղացյանն է գնդակի մոտ, Կոստենկով, կրկին Խլղացյան, շատ լավ փոխանցում կատարեց Ալավերդյանի ուղղությամբ Խլղացյանը, Անատոլի Գաբրիելյան, Ալավերդյան գրավել է պետ դարպասը, Ալավերդյան Սևոյանը ետ բղեց, Սարգսյանի մոտ էլ չստացվեց դիպուկ գտնվել այս դրվագում ու Լևերկուզենը կրկին նետվում է առաջ, Կիրակոսյան, բայց այստեղ փակեցին Կիրակոսյանի հարված կատարելու ճանապարհը City-ի պաշտպանները, Ազնավուրյանն է գնդակով հեռվից հարված, հիմա էլ անդրադարձ եղավ ու Սարգսյանը կարողացավ գնդակը հասցեակել Պողոսյանին։ Պողոսյան շատ լավն էր փոխանցումը դեպի Աչիեզեր, Բուբան է ընդունել գնդակը։ Խլղացյան, քանակական ակնհայտ առավելությամբ City-ն նետվել է առաջ, Սարգսյան, Գաբրիելյան, բայց այստեղ չստացվեց Գաբրիելյանի մոտ հարված կատարելու գրավել դարպասը։ Հիմա կրկին Bayern-ն է սկսում իր հերթական գրոններից մեկը Ղուկասյան։ Դեպի աջ փոխանցում կատարեց, այստեղ Պետրոսյանն է փորձում հասնել գնդակին, կատարեց փոխանցում, բայց գնդակը բաժինացավ City ֆուտբոլիստ Նարեկ Սարգսյանին ու հանդիպումը հենց այստեղ էլ ավարտված է 4-2 հաշվով գոլառոտ հանդիպում դիտեցին, բայց City-ն վաստակեց իր հերթական 3 միավորով Ինտեր կապում ու հավասարվեց Watford-ին վաստակացի 9 միավորով։ Այս հանդիպման համար նախատեսել էինք այսքանը կարճ դադար, որից հետո խաղային օրը մեզ մոտ շարունակվում է։